Ես կարծ կլինեմ մի քանի օր առաջ կամ մի քանի մեկ-երկու շաբաթ առաջ Դաշնակցության Հայաստանի բարձրագույն ժողովն էր, գերագույն ժողովն էր, որը քննարկում էր նաև ընտրություններին մասնակցելու ձևաչափը։ Ընդհանուր եզրակացություններից մեկը շատ տիպական է եւ արտահայտում է այս ընտրությունների ընդհանրապես ճակատագրականությունը։ Հիմնական եզրակացություններից մեկը, որ էական չի այս ընտրությունների արդյունքում որքան պատգամավոր կլինի Դաշնակցությունը, այլ կարևորագույն հարցն է, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվի նոր իշխանություն։ Իրականում երկու առանձնահատկություն կա։ Հիմա գրեթե քաղաքական բոլոր ուժերի մեջ կա համախոհություն, որ բոլորը գիտակցում են, որ օլիմպիական մասնակցությունը այս ընտրություններին նշանակում է ոգուտ իշխանության աշխատել։ Ձայների փոշիացումը պետք է բացառել այն, ինչ որ ցավոք սրտի տեղի ունեցավ 2021 թվականին։ Երկրորդը, ճիշտ ասած, այստեղ գալուց տաքսով վարորդում Մանուկյան, ով նստում է մեքենա, ասում ում սիրում ես, չես սիրում, գնա բոլորին ջնջի կամ մեկին ընտրի, բայց կարևորը, որ հնարավորինս շատ մասնակցի քվեարկության։ Ես ասում եմ, պարզ տաքսի վարորդի կարծիք, եւ դա եւս համատարած է սկսել քաղաքականացված շրջանակների համար։ Բայց քանի որ անվտանգությունն է ընտրությունների անվտանգության հետ կապված, երկու մեծագույն սպառնալիք, որ կա այս ընտրություններին, եւ իրականում այս երկուսն էլ այս իշխանության թեթև ձեռքով Հայաստանի վզին փաթաթված։ Այս ընտրությունները դառնալու են Ռուսաստան արևմուտք պատերազմի մի ճակատ։ Եվ հիմա է ցավոք սրտի հարցության մեջ դեռ շատ չի նկատվում բազմաթիվ Եվրամիության հայտարարություններից հետո բազմաթիվ շերտերով Հայաստանը դարձել է, այսպես ասեմ, արշավանքի թիրախ, որոնց մեծ մասի նախկին հասցեն եղել է Մոլդովա։ Եվ այս ամբողջը տեղափոխվելու է Հայաստան, եւ երկրորդը այս ընտրությունների գլխավոր մասնակիցը Ադրբեջանն։ Այս իշխանության թեթև ձեռքով Ադրբեջանը ամբողջովին դերակատար է լինելու ընտրություններին։ Իր սպառնալիքներով, իր ջերմ խոսքերով, էժանացրած բենզինով, չգիտեմ, կարտոֆիլով կամ մեկ ուրիշ բանով, բայց եւ նաեւ օրենքները փոխելով, ցանկացած պահի արտակարգ դրություն մտցնելու սպառնալիքի տակ ընտրությունները կարող են չեղարկվել։ Իսկ արտակարգ դրություն ցանկացած պահի ի վերջո Ադրբեջանի ձեռքը շատ հանգիստ այս իշխանությունը տվել է այդ գործիքը։